Ես սպասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ուժեղ Հայաստանին դուրս հանի ընտրարշավից եւ թույլ տա, որպեսզի հասնի ամսի 7-ի քվեարկությանը, որովհետեւ իմ տպավորությամբ, որը կարող է պատահել նաեւ ճիշտ չլինել, իմ տպավորությամբ հավաքական ընդդիմությունը հաղթում է ընտրությունների արդյունքում եւ քանի որ ուժեղ Հայաստանն այդ ընդդիմության մեջ առաջատար դեր ունի, ըստ իրենց ներքին պայմանավորվածության թերնից հրապարակային նաեւ կոնֆլիկտների ուժեղ Հայաստանի ներկայացուցիչն ալելու վարչապետ Նստամիր Կարապետյանը համանadrություն եւ այլ հարցերը կարգավորվի երևի թե եւ ինքն է դառնալու վարչապետ, բայց այդ դեպքում մենք մյուս կողմից տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չի իշխանությունը զիջելու։ Հետևաբար, որպեսզի դա տեղի չունենա, պետք է ուժեղ Հայաստանին ուղղակի հանի ընտրարշավից եւ ուժեղ Հայաստանի ընտրողների 10%-ը հազիվ ձայն տան Հայաստան դաշինքին, 20%-ն հազիվ ձայն տան Գագիկ Ծառուկյանին։